Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 իդրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի անդամների հետ, նրանց փոխանցելով փետրվարի 10-ին նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Այս մասին հայտնում է Վարդանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Я 10 числа выступил с последним словом, запретив адвокату выступать Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետև տեղի ունեցողը համարում են ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որևէ հնարավորություն չի եղել։ Ուստի չնայած դատավորների դիմադրությանը փաստաբանը չներկայացրեց որևէ փաստարկ կամ հիմնավորում, իսկ ես խոսեցի շատ կարճ, չեմ ուզում կրկնել հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին, ասել է Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի գործով ավելի քան 1 տարի տևած դատավարությունն ավարտվում է, դատարանը երեկ գնացել է խորհրդակցական սենյակ Վարդանյանի վերաբերյալ դատավճիռ կայացնելու։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ռուբեն Վարդանյանը փետրվարի 10-ի նիստում հանդես է եկել վերջին խոսքով։ Նա ըստ պետական ազերթաչ լրատվական գործակալության խոսել է ոչ թե բուն քրեական գործից, այլ ընդհանրական խոսքով է հանդես եկել։ Հայտնել է, որ ծանոթացել է Ադրբեջանի քրեական օրենսգրքին ու կալանքի տակ գտնվելու ավելի քան երկամյա ժամանակահատվածում իր համար բացահայտել է ադրբեջանական պոեզիան։ Վարդանյանի դատերը լուսաբանող միակ պետական լրատվական ազերթաչ գործակալության փոխանցմամբ Վարդանյանը ռուսերենով կարդացել է ադրբեջանցի պոետներ Մուհամմադ Ֆիզուլիի եւ Հուսեյն Ջավիդի պոեմներից մի հատված։ Դրանից հետո նա ավարտել է իր ելույթը։ Слушатель мой, ты не должен за корку хлеба, приходящим быть слугой, и даже за состав бензина. Ընտանիքի հետ հեռախոսազրույցում Վարդանյանը մեջ բերել է դատարանում ընթերցած բանաստեղծությունից մի հատված մի կտորանցողի քացի համար, ծարամի եղիր եւ անգամ բենզինի գնացքների համար, ասել ու կրկնում են պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետեւ կրկնում եմ խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու, մեր կարողությունից չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։ Ադրբեջանում ՑՄ ազատազրկման սպառնալիքի տակ գտնվող Վարդանյանը հայտնել է, որ երեկվա նիստում անդրադարձել է նաև Արցախին։ Երեք անգամ կրկնել եմ այն, ինչ ասելուց ինձ փորձում էին ընդհատել Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի, հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա եւ կլինի, սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել ու ջնջել ոչ ոքի։ Եվ ես խորապես համոզված եմ դրանում, ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ իմ հուսով եմ կյանքի ընթացքում հակամարտության 3 կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարեն ամեն մի ազգի ու կրոնի ներկայացուցիչների շիրիմներին եւ նրոգություն հայցեն բոլոր մայրերից իրենց զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա եւ որ տեղի կունենա հենց հարգանքով բոլորի ու միմյանց նկատմամբ, ասել է Վարդանյանը։ Հիշեցնենք, որ երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է հայ գերիների եւ պատանների ազատ արձակման հարցը, այս մասին Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը, ով հայ գերիներին ու պատաններին անվանել է բանտարկյալներ։ Նախագահ Ալիևը եւ փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի եւ բարգավաճման, տեխնոլոգիաների եւ դիվանագիտական կապերի վրա։ Նաեւ խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու համար պայմանագրերի կնքման եւ թույլտվությունների, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան, փոխանցել է փոխնախագահի խոսնակը։ Ամերիկյան կողմը սակայն չի մանրամասնել ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից եւ կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։ Նշենք, որ Վենսը Երևանում թռիչքից առաջ խոստացել էր Բաքվում բարձրացնել
հայ գերիների հարցը։ Այսօր տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, այս մասին հայտնում է Կարապետյանների մեր ձևով շարժման խոսնակը։ Հաղորդվում է, որ վաղը տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Մամուլի հրապարակումներում որպես հավանական վարչապետի թեկնածուներ շրջանառվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի եղբորորդու Նարեկ Կարապետյանի անունները։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից առանց նկարահանող խմբի միջոցառման ավարտին մամուլի ասուլից նախատեսված չէ։ Այս պահի դրությամբ հստակ է, որ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին, այսինքն դաշինք չի կազմի։ Սամվել Կարապետյանը թեև առաջնորդում է կուսակցությունը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է։ Այսօր առավոտից բռնաճնշումներ են սկսվել վաղաշապատին դիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վաղաշապատի ավականու հաղթանակ խմբակցության անդամ համայնքապետի նախկին թեկնածու Սևակ Խաչատրյանը։ Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ եւ ձերբակալություններ, մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ, գրել է նա, նշելով, որ ԿՊԱ-ականների վախերը վաղաշապատից դեռ չեն անցել։ Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2025-ի նոյեմբերի 16-ին վաղաշապատում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հաղթանակ կուսակցությունների դաշինքի աջակիցները մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին, խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտել է։ Հաղորդվում է, որ 6 անձ ձերբակալվել է եւ որ վերջիններս բնակության հասցեներում կատարվել են խուզարկություններ եւ հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր։ Բանակից խուսափած 27-ից 37 տարեկան հայաստանցիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական առաջարկը։ Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ 86 կողմ 0 դեմ 5 ձեռնպատ ձայներով։ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը նախորդ շաբաթ կողմ քվեարկեց բանակից խուսափածներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին նախագծին։ Հայկ Սարգսյանի ամբողջական մասնակից ծառայության կամ գումարի դիմաց դասալքության պատժից ազատող նախագիծը հունվարին ընդունվել էր առաջին ընթերցմամբ, որին կողմ էին արտահայտվել նաև ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորները։ ԿՊԱ-ական падգամավորն իր հեղինակած օրինագծով առաջարկում է դասալքության համար հետախուզվող հայաստանցիներին քրեական պատասխանատվությունից ազատվելու 5 տարբերակ։ Առաջին տարբերակով ինքնակամ Հայաստան վերադառնալ 24 ամիս ծառայել, երկրորդով 12 ամիս ծառայել եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, երրորդով ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ, չորրորդով ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 8 միլիոն դրամ, իսկ ընդհանրապես չծառայելու դեպքում պետությանը վճարել 15 միլիոն դրամ։ 3 փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 23-ից 50-ի սահմաններում Երևան-Մարգարավ Վանաձոր-Տաշիրեմ 3 ավտոճանապարհի 64-րդ կիլոմետրին Հարթավան Քուչակ հատվածում բախվել են Opel Magnishi ավտոմեքենան եւ Jack Magnishi բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ապարան բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից հազանգ է ստացվում, որ ոստիկանության ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների, սեփականատերերի, վարորդների, մահացածի եւ վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը վարորդներից մեկի մայրն է։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։